Տարվա մեջ մեկ օր Վարդավառին Կարապի լիճը վերածվում է մեծ լողավազանի, որտեղ ասեղ գցելու տեղ չի լինում։ Ամեն տարվա նման երեկ էլ ոտքից գլուխ թրջված էին ոչ միայն Վարդավառին մասնակցելու համար լճում հայտնվածները, այլև պատահական անցորդները։ Բոլորին դա մինչև անգամ փողոցից տանում գցում էին լիճը։ Լճի հարևանությամբ կայանած տաքսու վարորդները Վարդավառի ականատեսն էին ու մասնակիցը։ Ասում են ուրախ տոն է, երբ չափի մեջ է, ջրվողը չի դժգոհում կամ տուժում։ Տոնը, բայց ասում են եկեղեցի բակում են դանում, ոչ թե փողոցը մանցորդ հանձնում է, մազերը ուկլատ կարած վեդրով ջուրը լցնում են, դույլով ջուրը լցնում են գլխին։ Այդ անելու բանը վազում են մեքենաների առաջ խփում են ապակիներն են։ Կարևոր տեղ էի գնում ու սիրուն հագնված ու ինձ ջրեցին։ Ու ես հետ գնացի նորից փոխվեցի։ Ժողովրդական սովորույթներին եկեղեցին դեմ չէ, ուրախ են, երբ դրանք պահպանվում եւ շարունակվում են, բայց պետք է ժողովրդական ավանդույթն էլ գեղեցիկ լինի։ Պետք է այդ ամեն ինչը բարեկամների ընկերական շրջապատում տեղի ունենա, ոչ թե անծանոթ որևէ մեկի վրա ասենք ջուր ցողել, երբ որ մարդը կարող է շատ կարևոր մի ժամադրության է գնում, այսինքն ոտից, գլխից միջև այսպես ներքևը ջրել, մարդու այդ արտաքին տեսքը, ասենք փչացնել։ Երբ անչափահասները ջրում են անխնա, առանց տարիք ու սեր հաշվի առնելու, տոնը վերածվում է գրեհկության, երբեմն անհարմար վիճակի մեջ դնելով ջրվողին։ Եկա 35 տարեկան էշես վեդրով ջուրը լցնում ես այդ աղջիկա վրա։ Բոլոր բարեմաստությունները Այդ աղջիկը նստեց նստարանի վրա չկարացավ գնալ։ Շորը շիֆոներ թափանցեց ու լրիվ մեջ խլեց փողոցը։ Մամեն դեպքում գեղեցիկ չի, եթե չես ճանաչում ու մարդուն ջուրը սանում։ Ուրախ տոնը երբեմն նաև դժբախտ պատահարների պատճառ է դառնում, կամ ջրից խուսափող վարորդն է կորցնում մեքենայի կառավարումը, կամ ամեն գնով ջրել ցանկացողն է մեքենայի հարվածից տուժում։ Անցյալ տարի մեր ավանում մի երեխա է մահացել, երբ որ ինքը մեքենային ջուր էր ծվում։ Հնում հավատում էին, որ Վարդավառի ջուրը գերբնական հատկություն ունի, ազատում է հիվանդություններից։ Այսօր նույնպես շատերը վստահ են, որ եթե չջրվեն, տարին անհաջող կլինի։ Ջրոցյան մարդիկ իրար ջրում են, մեղքերից մաքրվում են։ Երևանում տոնի ակտիվ մասնակիցն էր դարձել նաև քաղաքային իշխանությունը։ Տոնի հմայքն ամբողջացնելու նպատակով գործ էին անցել նաև ջրցան մեքենաները։ Վարդավառն այս անգամ հովանավոր էլ ուներ։ Տոնախմբության հովանավորը RRR հանքային ջրերի գործարանն էր իր նոյ ապրանքանիշով։ Վարդավառից շահած դուրս եկան նաև մայրաքաղաքի արձանները, քաղաքապետարանի աշխատակիցների եւ Գագիկ Շամշյանի գործուն մասնակցությամբ փոշեկոլոլ արձանները մաքրվեցին։ Ազնիվ Կարապետյան, Արման Ղարիբյան, ժամը լրատվական։